Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին արդեն երրորդ երգի առաջի գլխում ենք։ Շուկադեվը Գոսվամին ինքը անդրադարձավ պանդավների հետ կապված իրադարձություններին, որովհետեւ պետք է խոսակցություն սկսի Վիդուրայի մասին։ Մենք մի թեթև քննարկեցինք այդ թեման եւ հիմա ես կկարդամ տեքստերը եւ մենք կշարունակենք։ Ուրեմն Շիմոն Բաղավատամ երրորդ երգ առաջի գլուխ 9-րդ տեքստից։ Արգջունան ուղարկեց Տեր Շի Կրիշնային ողջ աշխարհի հոգևոր ուսուցչին կաուրավների ժողով։ Ոմանց Փիշմայի եւ նրա նման այլոց համար Տիրոջ խոսքերը թվացին որպես ամենամաքուր նեկտար, բայց մյուսները ընդհանրապես ուշադրություն չդարձրին դրանց վրա, քանի որ ամբողջությամբ սպառել էին իրենց անցյալի բարեպաշտ գործունեության վերջին կաթիլը։ Թագավորը Դրիտարաշտրան կամ Դուրյոդանան ընդհանրապես լուրջ չընդունեց Կրիշնայի խոսքերը։ Երբ Վիդուրայի ավագ եղբայր Դրիտարաշտրան նրան հրավիրեց իր տուն խորհուրդ հարցնելու, Վիդուրան գալով նրա տուն նրան շատ տեղին հրահանգներ տվեց։ Նրա ուսուցումները հայտնի են եւ բարձր են գնահատվում իմաստուն պետական գործիչների կողմից։ Վիդուրան ասաց. «Դու պետք է վերադարձնես ժառանգության օրինական բաժինը Յուդհիշթիրային, ով թշնամիներ չունի եւ համբերությամբ կրել է քո պատճառած դաժան տառապանքները։ Նա եւ իր կծեր եղբայրները սպասում են դրան եւ նրանց թվում է Բհիման, ով վրեժի ծարավ է եւ բարկացած օձի պես ծանր շնչում է։ Դու անշուշտ վախենում ես նրանից»։ Տեր Շի Կրիշնան Տիրոջ գերագույն անձնավորությունը Պրիթայի որդիներին համարում է իր հարազատներ, իսկ աշխարհի բոլոր թագավորները Տեր Կրիշնայի կողմից են։ Նա այժմ գտնվում է իր տանը, շրջապատված իր հարազատներով, Յադու դինաստիայի թագավորներով եւ նրանց սերունդներով, ովքեր հաղթել են անթիվ կառավարիչների եւ թագավորների, իսկ նա նրանց տիրակալն է։ Դու աջակցում ես Դուրյոդանային, Արատի մարմնավորմանը, նրան համարելով քո ամբասիր որդին, թեև նա թշնամաբար է վերաբերվում Տեր Կրիշնային։ Աջակցելով Կրիշնայի թշնամուն դու զրկված ես բոլոր առաքինություններից, անմիջապես դեն նետիր այս ծանր բեռը եւ դու բարիք կբերես քո ամբողջ տոհմին։ Եվ ասպես, ինչպես տեսնում եք, ուրեմն Շուկադեվը Գոսվամին ինքը բավականին կարևոր տեքստեր արտասանեց, չէ՞։ Ուրեմն առաջի հերթին նա հիշատակեց, որ կներեք ես վերադառնամ, առաջի հերթին նա հիշատակեց, որ Արգջունան ուղարկեց Տեր Շի Կրիշնային ուրեմն կաուրավների ժողով։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը այդ հանրահայտ կոնֆլիկտի մասին է, որտեղ մենք արդեն դա նորից քննարկել ենք, որտեղ ուրեմն հոգևոր տեսանկյունից կույր Դրիտարաշտրան ինքը ուներ բանսարկությունների մարմնավորում Դուրյոդանա որդի եւ չէր պատրաստվում, երբ որ ժամանակը գա, հանձնի իշխանությունը Պանդուի, այսինքն իր եղբոր որդիներին, որոնք իրականում թագավորության իրական ժառանգներն էին։ Այստեղ իհարկե բաները, ну так называемые մորալիստի, այն անձնավորությունները, որոնք իրանք իրենց պատկերացումներն ունեն օրենքի մասին, իհարկե կարող են բարձրացնել այսպիսի թեմա քննարկման համար, որ իրականում իրական արքան պետք է որ լիներ Դրիտարաշտրան, որովհետև ինքը ավագ որդին էր։
բայց որովհետև ինքը կույր էր, արիական քաղաքակրթության մեջ թերություններ ունեցող ազնվորությունը չէր կարող լինել առաջնորդ։ Բայց հիմա Դրիտարաշտրան ինքը ունի որդի, որը ինքը առողջ է և կարող է լինել արքա։ Եվ ինչու ոչ։ Բայց կա ուրիշ մի տեսակետ, որ եթե Դրիտարաշտրան ինքը չի կարող լինել արքա, և արքան եղել է պանդուն, ուրեմն հենց իր որդիները պետք է զբաղեցնեն գահը։ Եվ արտաքինից, այսինքն, որ մենք նայում ենք ուղղակի նյութապաշտի հայացքից, չէ՞, ուրեմն և այս պնդումն է իրավունք ունի ապրելու, և այն պնդումը։ Եվ հենց այդ հիմքի վրա էր, որ իրականում տեղի ունեցավ այդ մեծ պատերազմը։ Բոլոր քրմերը, բոլոր առաքինի արքաները իրենք, ինչպես տեսանք, Կրիշնայի կողմից էին։ Իսկ ինչ էր մտածում Կրիշնան։ Կրիշնան ինքը մտածում էր, որ եթե գոյություն ունի իրական կրոնական դաշտ, ապա իրական կրոնական դաշտում բացարկությունների և խորամանկությունների սկզբունքները անելիք չունեն, և այդ դաշտում պետք է առաջնորդեն իրական կրոնականության սկզբունքները, իսկ իրական կրոնականության սկզբունքների մանրավորումներն էին 5 պանդավները։ Եվ այդ պատճառով ամբողջ ընթացքում գնում էր այդ պայքարը։ Դրիտարաշտրան և իր որդիները փորձում էին սպանել պանդավներին, որպեսզի այդ հարցը լուծվի։ Քրմերը իրենք պահանջեցին Դրիտարաշտրայից, որպեսզի ինքը առնվազն կայսրությունը կիսի։ Իհարկե, կայսրությունը Դրիտարաշտրան չկիսեց, բայց այն պետությունը, որը ինքը կայսրության մեջ գլխավորն էր, այդ պետությունից ինչ-որ մի մաս տվեցին պանդավներին, հետո նորից ձեռքներից խլեցին այդ զառի խաղի ընթացքում։ Եվ դրանից հետո Դուրյոդանան ինքը արդեն ընդունեց այդ դիրքը, որ ասեղ խրելու տեղ ես քեզ չեմ տա։ Եվ իրականում, այո, մենք կարողանում ենք տեսնել, որ հասարակությունը ինքը կարող է անել իր ընտրությունը, թե իրեն ընդհանրապես ինչ է հետաքրքրում, հետաքրքրում է իրեն արդյոք ճշմարտությունը, հետաքրքրում է արդյոք մաքրությունը, և որովհետև ճշմարտությունը, արդարությունը, բարիությունը, մաքրությունը, նրանք բոլորը իրենք իրական կրոնականության մասերն են կազմում, հասկանում եք։ Եվ այո, երբ որ միտեղ հայտնվում է Գերագույն Աստծո անձնավորությունը, ինքը սովորաբար մեկնում է իր օգնության ձեռքը և այդտեղ պարզ է դառնում, ջրի նման պարզ է դառնում, թե իրականում այդ հասարակությունը ինքը ինչի է արժանի։ Հիմա, սիրելիներս, չէ, ուրեմն մենք կարողանում ենք տեսնել, որ այստեղ տեքստը ասես նրա մասին, որ Արգյունան ինքը ինչ-որ ժողով կար, որտեղ Արգյունան ինքը ուղարկեց Շրի Կրիշնային։ Այսինքն մի պահ Դուրյոդանան ինքը իրավիճակը այսպես տարե սրել էր և պատերազմը դարձել էր անխուսափելի։ Այդ ժամանակ հավաքվեց ժողով, որտեղ հենց Շրի Կրիշնան ինքը ելույթ ունեցավ որպես պանդուների սուրհանդակ, պասլաննիկ, որպես պանդուների սուրհանդակ, և ինքը այդտեղ փորձ կատարեց, որպեսզի կանխարգելի պատերազմը։ Եվ ինքը այդտեղ խոսեց նրա մասին, թե ինչպիսի անարդարություն է գործվել ընդհանրապես պանդավների հանդեպ։ Կրիշնան ինքը ասեց այսպիսի բառեր, ես հիմա կարող եմ ասեք թարգմանեմ, դուք բոլորդ գիտեք, որ Յուդհիշթիրան ինքը պարտվել է խաբկանքի միջոցով խաղի ժամանակ
և ուրեմն կորցրեց իր արքայությունը։ Ինչպես ինքը չնայած եւ դուք բոլորը գիտեք, թե ինչպես ինքը չնայած իր ուժին խոնարհաբար ընդունեց իր աքսորումը։ Պանդավները անցան անասելի դժվարությունների մեջով, բայց ուրեմն մնացին հավատարիմ իրենց խոսքին։ Հիմա իրանք վերադարձել են եւ կատարել են բոլոր պայմանները եւ ակնկալում են, որ իրենց կվերադարձնեն իրենց ուրեմն բանը օրինական ժառանգությունը։ Եվ այդ ժամանակ Տեր Քրիստոն ինքը առաջարկեց կոմպրոմիս։ Ինքը ասեց այսպես. եթե դուք չեք ցանկանում վերադարձնել իրենց ամբողջ ուրեմն թագավորությունը, տվեք իրենց գոնե 5 հատ բան գյուղ, որտեղ ուրեմն եւ պանդավները իրանք կընդունեն դա, որպեսզի բան անեն, խուսափեն անայությունից։ Դուրյոթանան Տեր Քրիստոյի այս ուրեմն բանին, այս առաջարկին պատասխանեց այդպես, ինչպես որ ես միշտ ասում եմ։ Ես չեմ տա նույնիսկ այնքան հող, որ հնարավոր լինի բան ասեղը խրել նրա մեջ առանց պատերազմի։ Հա։ Դրանից հետո Տեր Քրիստոն ինքը ուրեմն այդ ամբողջ բանի ներկայությամբ, ժողովի ներկայությամբ արտահայտեց իր տիեզերական ձևը, ցույց տալով, թե ինքը իրականում ով է եւ լքեց այդ ժողովը, հա։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք այդպիսի իրավիճակ, որ շատ հաճախ մարդիկ իրանք, ովքեր որ այսպես արտաքինից են նայում, իրանք այդքան էլ բան չեն, էլի չեն կարողանում ընկալել ընդհանրապես թե ինչեր է տեղի ունեցել, բայց իրականում մենք այստեղ տեսնում ենք, որ Տեր Քրիստոն ինքը մինչև վերջի վայրկյանը պայքարել է, որպեսզի բանը պատերազմը տեղի չունենա։ Ինքը պայքարել է, որպեսզի պատերազմը տեղի չունենա, բայց իրեն դա չի հաջողվել։ Ինչու, որովհետև Դուրյոթանան ինքը արեց այդպիսի հայտարարություն։ Գիտեք, ժամանակին լավ, այդտեղ հիմա չգնանք։ Հա, ուրեմն ինչի մասին է այստեղ ընդհանրապես խոսքը, որովհետև այս տեքստը իր իմաստով ինքը շատ հետաքրքիր տեքստ էր։ Ինչի մասին է այս տեքստը։ Ինքը խոսեց նրա մասին, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ ակտիվ բան ունի, ներդրում ունի ընդհանրապես նյութական աշխարհում, մարդկային հասարակության մեջ ներառյալ, չէ, ինքը շատ ակտիվ մասնակցություն ունի, երբ որ որոշվում է որևիցե պետության կամ որևիցե ազգի ապագան։ Հասկանում եք։ Սա ինքը շատ կարևոր ուրեմն խոսակցություն է, եւ մենք այստեղ հանդիպում ենք մի շատ հետաքրքիր երևույթի։ Շուկատևը Գոսվամին ասեց. «Տիրոջ խոսքերը թվացին որպես ամենամաքուր նեկտար»։ Ում համար։ Փիշմայի համար եւ նրա նմանների, այսինքն եթե հիշում եք, Փիշման եւ Դրոնդաչարյան, որոնք իրենք շատ կարևոր անձնավորություններ էին պանդավների համար, իրենք հայտնվեցին պատերազմի ժամանակ Դուրյոթանայի բանակում։ Բայց այս պահին, երբ որ Տեր Քրիստոն ինքը եկավ ամենամինիմալ, այսա ուրեմն այստեղ ներկայացվում է հոգևոր մարդու եւ աստվածամերժ մարդու հոգեբանությունը, հա։ Ուրեմն ինչ ներկայացրեց Տեր Քրիստոն։ Ինքը ասեց. կան պանդավները եւ իրենք կրոնականության սկզբունքներն են։ Իրենց ղեկավարը ավակ եղբայրը Յուդքիշթիրան է, որը ինքը բարոյականության սկզբունքների արդարության մարմնավորումն է։ Եվ ինքը համաձայն է, հա, այստեղ շատ կարևոր խոսք հնչեց, որը Տեր Քրիստոն ասեց, ինքը ասեց չնայած իր ուժի։ Այսինքն այստեղ այդ խոսքն էր, որ այդ կենդանեակը Դուրյոթանան իր ընկերների հետ միասին անարդար կերպով հաղթեցին
և աքսորի մատեցին բանդավներին, չէ, և այստեղ չի ասվում, որ Յուդհիշթիրան ինքը թույլ էր և դրա համար չհանդիմանեց, այստեղ Տեր Կրիշնան ինքը ասեց, որ Յուդհիշթիրան եթե ուզենար, այն որ ասում է բոլորի բմբուլները քամուն կտար, որովհետև բանդավները իրենք շատ հզոր են, բայց ինքը հավատարիմ մնաց իր խոսքին, այսինքն ինքը իր խոսքը հարգել գիտի, և իսկ այդ դուք, որոնք, այսինքն պայմանավորվածությունը ինքը այդպես է, որ եթե դուք տանում եք, Յուդհիշթիրային 13 տարով գնում են աքսորի, վերջի տարին իրանք պետք է իրանց պահեն այնպես, որպեսզի դուք չկարողանաք իրենց հայտնաբերել, եթե դուք իրենց հայտնաբերեիք, դուք իրավունք ունեիք իրենց սպանել և դրանով հասնել ձեր գերնպատակին, Յուդհիշթիրային բոլոր այդ պայմանները բանդավները կատարեցին, հիմա վերադարձան, և դուք պարտավոր եք այն հողերը, որոնք պարտվել, որոնք այդ ժամանակ խաբկանքով վերցրել եք, հիմա վերադարձնեք Յուդհիշթիրային, դուք այդ խոսքն եք տվել, և դրա համար է, որ Տեր Կրիշնան ինքը հենց այդ տարբերությունը ասեց, 10-րդ գլխում մենք մի անգամ, 10-րդ երգում մենք մի անգամ էլ ենք այսպիսի էպիզոդի հանդիպելու, որտեղ պարզ ցույց է տրվելու, որ երբ որ հոգևոր բարդը ինքը խոսք է տալիս, իր խոսքին կարելի է հավատալ, եթե դա իրոք հոգևոր մարդ է, իսկ եթե մենք գործ ունենք Աստվածամեջ անձնավորությանը հետ, ինչպիսի մեծ խոստումներ էլ ինքը տա, միևնույն է գործելու պահին, ինքը գործելու է համապատասխան իր շահի, և ամեն վայրկյան կարող է դրժի ցանկացած տված խոսք, ես չեմ ասում, որ ուղղակի կարող է կանգնել, նայել ձեր աչքերի մեջ և ասել, ես այդպիսի բան չեմ ասել, այսինքն հրաժարվի իր խոսքերից, ընդհանրապես իշխանավորների խավի համար, ըստ արեական քաղաքակրթության մեջ, ուրեմն իշխանավորներից պահանջվում էր այդ, գիտեք ոնց է էլի, այդ խոսքին տեր լինելը, չէ, դեռ ոչ այդքան վաղ անցյալում բավականին շատ էին այդ տղամարդիկ, որոնք իրենք գիտեին իրենց խոսքը հարգել, ինչպես մենք տեսնում ենք, ինչքան աստվածաբեժության դարաշրջանը առաջ է գնում, այդքան ավելի ու ավելի անկում է ապրում իշխանավորների որակները, և մենք քանի գնում է, այնքան ավելի շատ ենք ունենում այնպիսի առաջնորդներ ամբողջ աշխարհում, որոնք իրենք ի վիճակի չեն լինում պահել իրենց տված, հարգել իրենց տված խոսքը, մարդկային հասարակության համար ունենալ իդեմս տղամարդկանց այնպիսի առաջնորդների, որոնք իրանք իզորու չեն պահել իրենց խոսքերը, դա ուրեմն մարդկությունը պետք է այդ ժամանակ հասկանա, որ ինքը հայտնվել է շատ վտանգավոր իրավիճակում, հասկանում եք, որովհետև որպեսզի ինչ-որ խնդիրները իրենք լուծվեն խաղաղ, այդ դրա համար իշխանավորները իրենք պետք է կարողանան պահել իրենց խոսքը, այսինքն երբ որ իրենք հավաքվում են և ինչ-որ հարցեր են քննարկում, գալիս են ինչ-որ մի որոշման, այդ որակից է կախված, հասկանում եք, թե խաղաղությունը ինքը տեղի կունենա, թե ոչ, մենք կարողանում ենք տեսնել, որ ըստ Բաքտիվինոտ Թակուրի, երբ որ ինքը քննարկում է աստվածամերժերի հոգեբանությունը, ինքը խոսում է նրա մասին, որ աստվածամերժերը իրենք հենված են նախանձի վրա, հենված են ագահության վրա, և սա նշանակում է, որ իրանք ընդհանրապես իրենց սրտում չունեն ճշմարտության կամ արդարության թեմա,
իրենք միշտ կենտրոնացած են միայն մի խնդրի վրա, որպեսզի իրականացնեն իրենց ցանկությունները։ Այդ ժամանակ շատ հաճախ իշխանավորները իրենք գալիս են հանդիպումների, խոսում են իրար հետ, ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերում, չէ՞, եւ երբ որ բաժանվում են, իրանցից ամեն մեկը իր հերթին մտածում է, որ խաբեց դիմացինին, որ դիմացինը ինքը ստիպված է լինելու իր այդ պայմանավորվածությունները պահելու, իսկ ինքը այդ արանքում անելու է ամեն ինչ, որպեսզի հետո կարողանա այսպես անսպասելի հարձակվի եւ վնաս պատճառի։ Չէ՞, հիմա մենք շուտով ուրեմն ռուսները տոնելու են սովետական միության հաղթանակը Հիտլերի հանդեպ, չէ՞։ Իսկ ինչպես ընդհանրապես սկսվեց այդ պատերազմը։ Ճիշտ այսպես արտաքին գործոններ շատ չենք խորանում, էլի, արտաքին գործոններով ինչպես վերջացավ, ինչպես սկսվեց։ Երբ որ Ստալինի եւ Հիտլերի միջև կար պայմանագիր չհարձակվել։ Չէ՞։ Եվ ընդամենը մի փոքր ժամանակ անցավ, եւ Հիտլերը կհարձակվեց սովետական միության վրա։ Այս սրա մասին է խոսքը, որ աստվածամերժերի ոչ մի որոշմանը վստահել չի կարելի։ Ինչու համար, որովհետև իրենք իրանց ներսում չունեն առաքինություն։ Եվ հիմա տեսեք 5000 տարի առաջվա պատմություն ենք նայում, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ հոգեբանությունը ընդհանրապես չի փոխվել։ Այն ժամանակ էլ դյուրյոթանային իրենք խաբեությամբ խլեցին պանդավների ձեռքից իշխանությունը։ Պանդավները իրենք առաքինի անձնավորություններ էին, ուղղակի մեր ժամանակներում առաքինի անձնավորություններ չկան, եւ դրա համար ինչպիսի դա պիրիգավոր է։ Եպեք դերեք խոսքս հիմա չի գալիս, մի հատ նայեմ, էլի։ Բանակցություն։ Ինչպիսի բանակցություններ էլ ուզում է տեղի ունենան, չէ՞։ Միևնույն է, երկու կողմն էլ միշտ ամեն մի բառի տակ ինչ-որ մի հատ խաբեություն են դնում եւ ամեն մեկը հետո աշխատում է խախտի պայմանավորվածությունները եւ հասնի իր շահին։ Հա, եւ սովորաբար, երբ որ արդեն խոսակցությունը ինքը այդպես է գնում, միշտ այսպես գործում է ուժի գործոնը եւ հաղթում է ոչ թե նա ով որ արդար է, ոչ թե նա ով որ ճիշտ է, այլ նա ով որ ուժեղ է։ Եվ ինչ որ տեսանկյունից, այո, մենք կարող ենք ասել, որ նա ով որ ուժեղ է, նա էլ արդար է։ Ինչու՞։ Որովհետև եթե ինչ որ մեկը ուժեղ է, դա նշանակում է, որ ինքը ճիքեր է գործադրել, որպեսզի ուժ կուտակի, հա։ Իսկ հիմա հարց եմ տալիս, իսկ ինչով են զբաղված եղել նրանք, ովքեր այդ պահին թույլ են։ Այդ ինչպես է եղել, էլի, որ իրանք թույլ են։ Դա եղել է նրա հաշվին, որ իրանք ամեն ինչով զբաղված են եղել, բացի ուժ կուտակելուց։ Այդպես դա է, չէ՞։ Ուրեմն արդար է, որ նա ով որ ուժ ունի, հաղթի։ Իհարկե արդար է։ Եթե ասեն այսպես էլի, առանց ավելնորդ կապվածությունների օբյեկտիվորեն փորձենք գնահատել, չէ՞։ Ուրեմն այո, իհարկե այդ պարագայում ուժը դառնում է գլխավոր գործոնը։ Չէ, հիմա տեսեք, այստեղ ոնց որ թե սկզբից պայմանավորվածությունները այն էր, որ եթե պանդավները իրանք կարողանան պահել բոլոր բաները, երբ որ իրանք վերադառնան, իրենց թագավորությունը պիտի վերադարձվի իրենց։ Եվ երբ որ Կրիշնան եկավ, ինքը ինչ առաջարկեց։ Ինքը առաջարկեց իրականում պանդավների համար ամենաստորացուցիչ բանը, չէ՞։ Այստեղ շատ կարևոր է, որ Կրիշնան ինքը հատուկ նշեց, որ այդպես չի, որ Յուդհիշթիրան ինքը ուժեղ չի։ Եվ հետո Վիդուրայի խոսքերի մեջ մենք արդեն տեսանք, որ Վիդուրան ինքը ասեց, որ այնտեղ կա Բիման, որը եթե հանկարծ ջղայնացավ,
ոչ մեկ, որտեղ մենք պիտի հասկանանք արական քաղաքակրթության մեջ կային զորավարներ, որոնք իրենք մի հոգով կարող էին մի ամբողջ բանակ հաղթել։ Ոչ թե միայն ֆիզիկական ուժի, մարդիկ կարծում են, թե խոսակցությունը միայն ֆիզիկական ուժի մասին է, ոչ, որովհետև իրանք յուրահատուկ զենքերի էին բանանում, տիրապետում, որը ստանում էին այլ մոլորակայիններից, որոնց իրենք կոչում էին կիսաստվածներ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ինչ ասեց Տեր Քրիստոն։ Հա, ինքը այդ հզոր ազնվորությունները, ասեց, իրանք համաձայն են ուղակի 5 հատ գյուղ տվեք։ Ինչու էր դա այդքան կարևոր։ Որովհետև արական քաղաքակրթության մեջ կար այդ հասկացողությունը, որ ամեն ազնվորություն ինքը պետք է հասարակության մեջ գրավի իր բնությանը համապատասխան դիրք։ Պանդավները իրենք արքայական ընտանիքի զավակներ էին։ Եվ եթե նույնիսկ իրենց չէր տրվում կայսրության իշխանությունը, ապա ուրեմն իրանք միևնույն է պետք է լինեին ղեկավար, որովհետև բնությամբ ղեկավար էին, իրանք դրա հաշվին պիտի ապրեին։ Եվ Տեր Քրիստոն ինքը ասեց, որպիսի առնահեղություն չլինի, այսինքն որպիսի արական քաղաքակրթության մեջ չլինի քաղաքացիական պատերազմ։ Հա? Օրինակ ասեք, տեսեք, մենք մեր ժամանակներում մենք չենք տեսնում այդպիսի մարդիկ։ Մենք չենք տեսնում այդպիսի առաջնորդներ կամ քաղաքական գործիչներ ամբողջ աշխարհով մեկ, հասկանում եք, որոնք իրանք ինչ որ կոմպրոմիսների գնան հանուն նրա, որպեսզի արյուն չթափվի։ Մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում այդ արյուն չթափվելու գործոնը ինքը շահարկվում է ամենա տգեղ ձևերով։ Հասկանում եք։ Եվ պետությունը ինքը կարող է, ասենք, մտնել մի կոնֆլիկտի մեջ, չէ՞, այդպիսի կարգախոս առաջ քաշալով, որ բավական է ինչքան արյուն թափվեց, բայց դրա տակը, հա, բաներ է վարում, պերիգավորը, բանակցություններ է վարում այն թեմայով, թե ինչպես են այդ պետությունը երկու գերպետություններ իրար մեջ կիսելու, ինչն է իրանց այդտեղ հետաքրքրում բաները։ Իսկապայինը էդի ընդերքի հարստությունը։ Հա, բայց մարդկանց այդպես է բավական է արյուն թափվի։ Լուրջ եք ասում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ասեք, բայց պանդավները իրանք ռեալ այդպիսին էին, այսինքն իրենք միշտ մտահոգ էին, երբ որ նույնիսկ ի վնաս իրենց ինչ որ բան պիտի լիներ, իրենք մտահոգ էին, թե ինչ է լինելու հասարակության հետ, եթե հանկարծ լինի կոնֆլիկտ, չէ՞, եւ իրանք մինչեւ ամենավերջի պահը պատրաստ էին, այսինքն հասկանում եք, չէ՞, որ արքայական ընտանիքի համար դրանից այն կողմ էլ զիջելու տեղ չկար, երբ որ իրանք ասում են, ընդամենը 5 գյուղ տվեք, մեզանից ամեն մեկին մի հատ գյուղ։ Այդ ահռելի կայսրության մեջ, որ այդ պահին զբաղեցնում էր համարյա, չգիտեմ, էլի, ամենամեծ կայսրությունը դա արական կայսրությունն էր, որի տերիտորիան ինքը մինչև հիմա ոչ մեկ չի կարող ասի, թե ռեալ ինքը մինչև որտեղ էր։ Ռուսաստանից սկսած մինչև եսի որտեղ արիացիների հետքերը հայտնաբերվում են, չէ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ։ Եվ մենք ուրեմն տեսանք Դուրյոթանայի պատասխանը։ Դուրյոթանան ասեց առանց կռվի ես ասեղ խրելու տեղ չեմ տա։ Այսինքն ինչ եղավ։ Դուրյոթանան ինքը շանս չթողեց, որ պատերազմ չլինի։ Բայց երբ որ պատերազմը սկսվեց, արտաքինի տպավորությունը այնպես էր, որ պանդավները իշխանության կռիվ են տալիս։ Թեկուզ պանդավները ամեն ինչ արել էին, որպեսզի պատերազմ չլինի։ Հասկանում եք։ Եվ այս իր նախադասությունը
որտեղ Դյուրյոթանան ասեց ասեղ խրելու տեղ չեմ տա առանց պատերազմի, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդտեղ ինքը ցույց տվեց իր տիեզերական ձևը, այսինքն ինքը բոլորին հասկացրեց, որ ինքը ով է, եւ դրանից բոլորը պիտի հասկանային, թե հիմա ինչ է լինելու։ Հասկանում եք։ Հա? Եվ վերջ, այդտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ որոշումը ընդունեց, որ այո, ուրեմն պատերազմը անխուսափելի է։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը իրական եւ ձևական կրոնականության մեջ պայքարի մասին է խոսքը։ Որտեղ մենք այն ժամանակ ձեզ հետ քննարկեցինք, որ Դրիտարաշտրան եւ Դյուրյոթանան իրանք չէին պատրաստվում այդ արտաքին ծիսակատարությունների մասից կրոնի հրաժարվել։ Իրանք պատրաստվում էին ոչնչացնել կրոնի էությունը, այսինքն որպեսզի կրոնականության մեջ ոնց որ թե զբաղված մարդիկ, իրանք ընդհանրապես չզբաղվեն իրենց ներքին աշխարհի մաքրագործման գործընթացներով։ Այս է պատերազմի թեման։ Ինչ է ցույց տալիս Տեր Քրիստը։ Ինքը ցույց է տալիս, որ Աստվածամեժության դարաշրջանում հոգևոր տեսանկյունից կույր անձնավորությունները շահագործելու են կրոնի ծիսակատարությունները եւ ամեն ինչ անելու են, որպեսզի կրոնը լինի ձևական։ Ինչ է նշանակում ձևական կրոն։ Ձևական կրոնը այն կրոնն է, որտեղ անձնավորությունները իրենք մնում են արատավոր, բայց համարում են իրենց ինչ-որ մի հոգևոր բանի ներկայացուցիչներ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հստակ ցույց է տվել, որ այս սրա դեմ ես պայքարելու եմ։ Ես չեմ ընդունելու սա։ Այսինքն ինքը պարզ ցույց է տվել, որ ձևական կրոնականներին ինքը չի աջակցում։ Եվ այստեղ անմիջապես առաջ է գալիս այդ հարցը. բա ով է կատարում ձևական կրոնականների ցանկությունները, եթե ոչ Աստված։ Եզրակացությունը ես թողնում եմ ձեր երևակայությանը։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ ուրեմն մենք այստեղ այդ ենք ստանում, որ այև մենք, այսինքն արիացիները մեզ ցույց են տվել, թե որտեղ, երբ, ինչ պարագայում, հետո ինչ է տեղի ունենալու։ Հասկանում եք։ Եվ արհամարանքը Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ ամենասթափ որոշումը չի, որը կարելի է կայացնել եւ հաստատված մնալ ձևականության մեջ։ Դա անպայման ունենալու է իր արդյունքները։ Արդյունքներ, որը ոչ մեկ չի կարող կանգնեցնել։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն, այստեղ հիմա հաջորդ խոսակցությունը, որը ինքը շատ կարևոր էր, դա այն է, որ երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը եկավ որպես բանակցող, հա, եւ հայտարարեց, որ ուրեմն ճիշտը նա է, արդարը նա է, որ դուք հիմա վերադարձնեք իրանց բանը, իրանց թագավորությունը, բայց եթե դուք ի վիճակի չեք դա անելու, ուրեմն գոնե 5 հատ գյուղ տվեք, որպեսզի իրենք մնան իրենց արքայական դիրքում։ Դյուրյոթանան ասեց, ես ասեղ խրելու, այսինքն ես ոչ մի հնարավորություն չեմ թողնելու, որպեսզի մնա այդպիսի տարածք, որտեղ զբաղվում են կրոնի էությամբ։ Սա է, չէ, իրականում, սրա մասին է խոսքը։ Եվ հիմա տեսեք, այդ որ իրական հոգևոր մարդիկ իրենք պատրաստ են ցանկացած կոմպրոմիսի, մենակ թե արյուն չթափվի, այսինքն մենակ թե մարդիկ անիմաստ տեղը չզոհվեն, չէ՞։ Այսա ուրեմն բոլոր առաքինի մարդկանց համար Տեր Քրիստոսի այս խոսքերը, ինչպես Շուկադեվը Գոսվամին ասեց, հնչեցին նեկտարի նման։ Հասկանում եք։ Հա?
Իսկ Դուրյոթանան եւ իրա բաները, հետևորդները իրանք արհամարեցին Աստծուն։ Եվ այստեղ այսա ինքը ահա որ կարևոր թեմա է։ Որովհետև երբ որ ազնվորությունները իրանք կեղծ կրոնականներ են, իրանց շուրթերից հնչում է Աստծո, Աստված բառը, հա, հնչում է հոգևոր գիտելիքը, որը իրանք, նորից եմ կրկնում, շահագործում են միայն իրենց ինչ-որ նյութական նպատակները իրականացնելու համար, չէ՞։ Եվ այստեղ մենք ստանում ենք շատ հետաքրքիր իրավիճակ, որտեղ կան, հասկանում եք, չէ՞, ասենք այն մեզանից ամեն մեկը հասկանում եք, չէ՞, ինչ փսոր ենք մենք Գերագույն Աստծո ազնվորության համեմատ։ Հասկանում եք, չէ՞, թե ինչ կարգի լկտիություն է պետք ունենալ ներքին, որպեսզի արհամարել Աստծո խոսքը։ Մենք հայերով ասում ենք գլուխը քոր է գալիս։ Հասկանում եք, բայց նյութական աշխարհում ապրող կենդանիակները իրենք հատկապես աստվածամեժության դարաշրջանում շատ հաճախ հենց այդպես էլ վարվում են։ Եվ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը փորձում է խառնվի ինչ-որ մի հարցում, արտահայտի իր կարծիքը, փորձի մարդկանց հասկացնել, թե ինչեր կարող է իրանց սպասվի, չէ՞։ Եվ մարդիկ իրենք կարող են ուղղակի արհամարել Աստծո խոսքերը, նրա կարծիքը, հա, եւ ապրեն այնպես, ինչպես որ իրանք ճիշտ են գտնում։ Հասկանում եք։ Բայց դրանից Աստծո մտադրությունը ինքը չի փոխվում։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ լուրջ ազնվորություն է։ Եվ երբ որ ինքը ինչ-որ որոշումներ է ընդունում, ինքը դա անում է շատ խորը մտածված եւ միշտ արդարության պլատֆորմայից։ Այո, հիմա ողորմածության դարաշրջանն է եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կարող է ցուցաբերի ողորմածություն։ Բայց չէ՞ որ աստվածամեժերն էլ իրենք շատ հաճախ արհամարում են նույնիսկ ողորմածությունը։ Ինչ պիտի ստացվի դրա հետևանքով։ Ոչ մի ուրախ բան չէ։ Եթե ասենք մարդը կամ ազգը, պետությունը ինքը կեղծ կրոնականության ճանապարհով է գնում, այսինքն մնում է արատավոր ազնվորություն է մնում, ինչքան էլ ուզում է ինքը իրան ձևացնի, որ ինքը հոգևոր է, հասկանում եք, չէ՞, ուրեմն այդտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը, գիտեք ոնց է, էլի, այդ երևույթը ինքը փակուղի է, որովհետև այդտեղ կա մի հատ ուրիշ թեմա, չէ՞։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իր կամքը արտահայտում է իր նվիրալների միջոցով, կամ անձամբ է գալիս, եւ ինքը բավականին հաճախ է իրականում մեր մոլորակի վրա գալիս, չէ՞, կամ ուղարկում է իր մաքուր նվիրալներին։ Անշուշտ Հիսուսը այդպիսինն էր, բայց եւ անշուշտ ինքը միակը չի եղել։ Հազարավոր մաքուր նվիրալներ միշտ եկել են մեր մոլորակ եւ միշտ աջակցել են հոգևոր դաշտին։ Հիմա, այ որ գալիս է ողորմածության դարաշրջանը, որի մեջ մենք հիմա ապրում ենք, այդ մաքուր նվիրալների քանակությունը խիստ ավելանում է։ Չէ՞, եւ ինչ է անում մարդկությունը։ Ինքը ձևացնում է, որ իրանք չկան։ Հասկանում եք։ Ուղղակի այսպես ձև են թափում, որ այդ մաքուր նվիրալը այդտեղ խոսում է, իրանք էլ ձև են թափում, որ այդտեղ ոչ ինքը կա, ոչ էլ իր ասածը, ընդհանրապես։ Ու ոչ մեկ չի կարողանում հասկանա, որ այսինքն երկու բան կա, չէ՞, մեկը դա ագրեսիվ քայլերն են։ Հիմա երբ որ ագրեսիվ քայլեր են անում, եթե խելացի են, հետո նկատում են,
որ հենց որ ագրեսիվ քայլեր արեցին, ագրեսիվ սիտուացիաներ ստացան։ Հետո գալիս են այն եզրակացության, որ դե լավ, ուրեմն սրանց հանդեպ ագրեսիվ լինել չի կարելի, որտեղ կարելի է տուժել, էլի։ Բա ինչա պետք է, եկեք արհամարհենք պրոստը, ձև անենք, որ պրոստը այդ անznավորությունը չկա, մենք իրա ոչ մի վատ բան չենք կարել, բայց մեր կյանքով ապրում ենք։ Եվ իրանք մտածում են, որ դա ելք է, բայց դա ելք չի։ Մարդիկ իրանք սովորաբար թերագնահատում են Գերագույն Աստծո անձնավորության սկզբունքայնությունը։ Նրանք, ովքեր ճանաչում են Աստծուն, շատ լավ տեղյակ են Աստծո սկզբունքայնությունից։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը երբեք ոչինչ չի մոռանում։ Դուք պատկերացնում եք ինքը ինչ հիշողություն ունի, որ այս միլիարդավոր գոյություն ունեցող կենդանի էակների ամեն մեկին հիշում է, ով ինչ է արել և ով ինչի է արժանի։ Հասկանում եք, այն անձնավորությունը չի, որ կարելի է բանանել, այ դրա համար է, որ ինքը խոնարհաբար եկավ, այ ինքն էլ չէ հիմա եկավ որպես սուրհանդակ, ինքը խոնար եկավ, որպես արական քաղաքակրթության արքաներից մեկը։ Բայց երբ որ Դուրյոթանան իրան այդպես պատասխանեց և ասեց իրական կրոնականությանը ես ասեղ խրելու տեղ չեմ տա, ինչ արեց Գերագույն Աստծո անձնավորությունը։ Ինքը ցուցադրեց իրանց իր տիեզերական ձևը։ Որպեսզի բոլորը հասկանան, որ այդ պահից սկսված, այսինքն ինքը տվեց ընտրության հնարավորությունը, բայց երբ որ Դուրյոթանան ինքը ընտրեց արատավորությունը, դե Շի Քրիշնան ինքը ասեց, այս պահից իմ կամքն է գործելու։ Եվ դժվար թե այդ կամքը քո դուրը գա։ Ուրեմն դու ասեղ խրելու չէիր տեղ չտվեցիր իրական կրոնականությանը, ասեղ խրելու տեղ չես ունենա, որ կեղծավորություն քարոզես, որ կեղծավորություն իրականացնես։ Դե հիմա տեսնենք, թե ով կհաղթի։ Այստեղ շատ կարևոր է, որ դա պանդավների որոշումը չէր։ Պանդավների որոշումը այդ դա էր, որ իրանք համաձայն էին ամեն ինչի։ Մենակ թե ինչ-որ ձևի պիտի ապրեն, չէ։ Դուրյոթանան ասեց, ոչ, գնացեք մեռեք, չեք թողնելու ապրեք։ Դե Շի Քրիշնան ասեց, դե լավ, կտեսնենք։ Հասկանում եք, եւ սա իրականում սա շատ լուրջ պահ է, ահավոր լուրջ պահ է, երբ որ անհատականությունը ինքը իր անհատական կյանքում, ազգը իր կյանքում, պետությունը իր գոյության մեջ, հասկանում եք, այլ բան է, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը նույնիսկ չի էլ խառնվում այդ պետության կամ ազգի բաների մեջ, որովհետև կամ ազգը կամ անձնավորությունը կամ պետությունը դեռ զապաս ունի ապրելու, ինքը դեռ զապաս ունի բանանելու, չէ, այստեղ հատուկ շեշտվեց, որ մի րոպե ես բառացի նորից կարդամ, չէ, այստեղ հատուկ շեշտվեց, որ ուշադրություն չդարձրին դրանց վրա, քանի որ ամբողջությամբ սպառել էին իրենց բարեպաշտ գործունեության վերջին կաթիլը։ Հասկանում եք, այսինքն, քանի դեռ անձնավորությունը, ազգը, պետությունը ինքը ինչ որ մի բարեպաշտության պաշար ունի, հա, ինքը իրավունք ունի այդ բարեպաշտության պաշարը ինչպես ուզում է ծախսի։ Գերագույն Աստծո անձնավորությունը դրան չի խառնվում։ Կոպիտ ասած, եթե օրինակ բերեմ, հա, դուք աշխատել եք ինչ-որ միտեղ, ստացել եք աշխատավարձ, եւ ոչ մեկ չի խառնվում դրա վրա, դրա մեջ, թե դուք ինչի վրա եք դա ծախսում։ Հիմա այս պահին փորձում են աշխարհը տանել այն ճանապարհով, որպես, այսպես, թե մարդը ինքը բասկաթոռ առավ, թե սանր, պիտի լինի ղեկավարության տակ։ Այս բասկաթոռը քեզ որտեղից, այս սանրը քեզ որտեղից, կամ դու ով ես, որ իրավունք ունենաս, սանր ունենաս։
Հասկանում եք, բայց ընդհանուր առմամբ, չէ, բնության օրենքը, այն օրենքը, որը Գերագույն Աստծո ազնվորությունն է դրել, չէ, ինքը այդ է, որ ով որ ունի բարեպաշտ գործունեության պաշար, նա իր կոպիտ ասած իր ձեռքում ունի գումար, որը ես Գերագույն Աստծո ազնվորությունս չեմ խառնվում, թե իր բարեպաշտությունը ինքը ինչի վրա է ծախսելու։ Եթե ինքը այդ ընթացքում մտնում է առաքինության դաշտ, ինքը գնալով իր բարեպաշտությունը ավելացնում է։ Եվ դա նշանակում է, որ նյութական աշխարհում քանի գնում է, այդքան բարելավում է իրավիճակը։ Ուզում է դա լինի անհատ, ուզում է դա լինի ազգ, ուզում է դա լինի պետություն։ Օրենքը միշտ նույնն է։ Հասկանում եք։ Հիմա իսկ եթե կենդանի էակները իրանք այլևս բարեպաշտության զապաս չունեն, ինչու՞մ է դա արտահայտվում։ Ինչու՞մ է դա արտահայտվում։ Դա արտահայտվում է, որ պետությունը, եթե դա ազնվորությունն է, ինքը դինում է աղքատ, չգիտեմ, հիվանդ, չգիտեմ, բան, ասեք, անզոր, բան, անկիրթ եւ այլն եւ այլն։ Դա միանգամից խոսում է նրա մասին, որ գործ ունենք կենդանեակի հետ, որը չունի բարեպաշտություն։ Եվ երբ որ անձնավորությունը ինքը չունի բարեպաշտություն, չէ, իր կյանքը վերածվում է դժոխքի։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք աստվածամերժության դարաշրջանի մասին, աստվածամերժության դարաշրջանում գլխավոր գոյավիճակը, որը գործում է, դա տգիտությունն է։ Տգիտության գոյավիճակի, այս փիլիսոփայությունը վերջացնենք, առաջի պատմությունը, որ մտնելու ենք, այդպիսի պատմություն է։ Հա, ուրեմն, այդ տեսեք, հիմա, երբ որ կենդանեակը ինքը բարեպաշտություն չունի, այդ դա արտահայտվում է այդպես, որ ինքը չունի ռեսուրս։ Ուզում է դա լինի անձնավորություն, ուզում է դա լինի ազգ, ուզում է դա լինի պետություն, ինքը չունի ռեսուրս, եւ դա նշանակում է, որ իր բարեպաշտությունը ավարտվել է։ Հա, հիմա մյուս կողմից, չէ, ուրեմն կենդանեակ օրինակ հիմա Դուրյոթանան ինքը ունի ռեսուրս, ինքը ամբողջ կայսրությունը զավթել է, ամբողջ կայսրությունը ենթարկվում է իրան, ինքը ռեսուրս ունի, բայց ինքը կատարեց ծայրահեղ, այդ ծայրահեղ ասեղ խրելու տեղ չեմ տա, ծայրահեղ բան, ագրեսիվ քայլ իրական կրոնականության հանդեպ, եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ընդունեց Դուրյոթանայի այդ խոսքը, որ առանց պատերազմի ես ասեղ խրելու տեղ չեմ տա։ Եվ պատերազմը ավարտվեց նրանով, որ Դուրյոթանան ինքը մահացավ, չունեցավ ասեղ խրելու տեղ, հա, իսկ ամբողջ կայսրությունը անցավ պանդավների։ Եվ պանդավները զբաղեցրին, վերցրեցին իրենց օրինական ժառանգությունը եւ սկսեցին ղեկավարել կայսրությունը։ Եվ շատ արագ վերականգնեցին իրական հոգևոր դաշտը, որտեղ բոլորը վերադարձան այդ կետ, որ բոլոր կրոնական դաշտում, կրոնական պետության մեջ բոլորը պետք է զբաղվեն ինքնազարգացմամբ, հոգու մաքրությամբ։ Իսկ դա նշանակում է, որ բոլորը գնում են այն ճանապարհով, որ ճշմարտության հիմքի վրա միշտ հետաքրքրվում են արդարությամբ, միշտ վիճակի են լինել բարի, բարյացակ ամեն ուրիշ կենդանեակների հանդեպ։ Հասկանում եք, եւ կարողանում են համագործակցել իրար հետ։ Սա է երջանիկ հասարակության հիմքերը։ Այլ կերպ հասարակությունը երբեք չի կարող լինել երջանիկ, որովհետև ինքը միշտ լինելու է հաջողակների եւ անհաջողակների տարածք, որտեղ հաջողակները լինելու են գոռոզ, անհաջողակները լինելու են նախանց եւ չարացած։ Շա, ինչ երջանկություն, ինչ եսի, միջի վաստեք вообще խոսում։ Հասկանում եք, եւ այստեղ այն լկտիությունը, ուրիշ բառ չեմ գտնում, էլի կներեք, բայց այն ներքին լկտիությունը, որով կենդանեակները իրենք վարվում են Գերագույն Աստծո ազնվորության հետ եւ նրա կարծիքի հետ, դա իրականում դա այդ ես անցյալ անգամ ասեցի, հիմա նորից եմ ասելու։
Դա նման է, երբ որ անձնավորությունը ինքը հանդիպակաց քամու բան թքում է։ Թուքը վերադառնում է միայն իրան։ Ուրիշ ոչ մի բան տեղի չի ունեն։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Հիմա Եվ Շուկադևը Գոսվամին ինքը հիշեցրեց այդ էպիզոդը, որ Դուրյոդանան դարձավ պատճառ քաղաքացիական պատերազմի։ Եվ Սահուն անցավ Վիդուրայի կերպարին։ Սահուն անցավ Վիդուրայի կերպարին եւ մենք տեսնում ենք, որ Վիդուրան ինքը այն ազնվորությունն էր, որը մշտական փորձեր էր կատարում պահել իր եղբորը, այդ կույրից առաջտրային, հա, պահել սխալ որոշումներից։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, չէ, օրինակ ասենք, մենք տեսանք, որ Վիդուրան իր խոսքերի մեջ, չէ, ինքը ինչ որ առանձնապես չի քննարկում բան, էլի Դրիտարաշտրայի ինչ որ իր որակներին չի դիմում ընդհանրապես։ Ինքը ինչ ասեց։ Դու պետք է վերադարձնես ժառանգության օրինական բաժինը Յուդհիշթիրային, հա, եւ միանգամից ասեց. Յուդհիշթիրան թշնամիներ չունի։ Դա ինչի համար այման Վիդուրայի խոսքերը քննարկենք, հա, որտեղ մենք պետք է ընտելանանք, որ արիացիները իրենք դատարկ խոսքեր երբեք չէին ասում։ Երբ որ իրանք ինչ-որ խոսքեր էին ասում, իրանց ամեն մի բառը ունի խորը նշանակություն։ Հասկանում եք։ Եվ մեր ժամանակներում էլ դեռ Փառք Աստծո կան այդպիսի տղամարդիկ, հա, որոնց ամեն մի բառը, երբ որ իրանք խոսում են, իրանց ամեն մի բառը պետք է ուշադիր լսել։ Որովհետև եթե իրանք հանգիստ տոնով են ասում, դա դեռ չի նշանակում, որ այդ բառերը կարևոր չեն։ Իրանք շատ կարևոր բառեր են ասում, ու ամեն մի բառը, որ իրանք ասում են, հետո տեր են կանգնում իրանց ասած բառերին։ Հասկանում եք։ Հիմա Վիդուրան ինքը ասեց, դու պիտի վերադարձնես կայսրությունը Յուդհիշթիրային, ով թշնամիներ չունի։ Ինչի մասին է հիմա խոսում Վիդուրան։ Վիդուրան խոսում է նրա մասին, որ Դրիտարաշտրան իր որդիների հետ, պանդավների հետ այնպես են վարվել, որ եթե ինչ-որ մեկը իրանց հետ այդպես վարվեր, իրանց սիրտը սկզբից մինչև վերջ լցված կլներ ողակալությամբ։ Ինչից է, եւ հիմա Վիդուրան ինչ է ուզում ասի, ինքը ուզում է ասի մի վախեցի, երբ որ պանդավները իրանք հզորանան, այսինքն վերադարձնեն իրենց կայսրությունը, իրանք ձեզանից մուր չեն հանելու, որովհետև Յուդհիշթիրայի սրտի մեջ ինքը թշնամանք չունի ոչ մեկի հանդեպ։ Հա, տեսեք, Վիդուրան ինքը նվիրալի մարմնավորում է, որը ոչ մի պարագայում նվիրվածության սկզբունքները չի զիջում, չէ՞։ Մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Վիդուրան ինքը տեսնում է Յուդհիշթիրայի ներքին աշխարհը։ Իսկ Դրիտարաշտրան, որը կուրության մարմնավորումն էր, ինքը չի տեսնում եւ ինքը վախենում է պանդավներից։ Ինքը գիտի, որ ինքը պանդավների հետ այնպիսի բաներ է արել, որ եթե պանդավներին թույլ տան, որ իրանք ուժեղանան, իրանք մուռ են հանելու, որտեվ ինքը մուռ կհաներ, եթե իր հետ այդպես վարվեին։ Այստեղ հասկանում եք, որ մենք պետք է այսպես պարզ տեսնենք, որ իրականում իրական հոգևոր մարդիկ իրանք այլ մոլորակայիններ են սովորական մարդկանց համար։ Սովորական մարդը իր ուղեղի, իր հոգեբանության, իր էմոցիոնալ աշխարհի մեջ, ես ծայրահեղ ասեմ, բայց դա է ճշմարտությունը, մի հատ մոլեկուլ չունեն, որ այդ մոլեկուլով կարողանան ճիշտ գնահատեն Աստծո ծառայի ներքին աշխարհը։ Մի հատ, այսինքն օրինակի համար մի հատ մոլեկուլ դաժե չունեն։ Հասկանում եք։
Եվ այդ էպիզոդը հիմա այստեղ պարզ երևում է։ Դրիտարաշտրան ինքը չի տեսնում, որ այո, ես հարյուրավոր առիթներ եմ տվել, որ պանդավները պիտի ուզենան իմ գլուխը թռցնեն вообще, եթե հնարավորություն ունենան, բայց իրանք այդ մարդիկ չեն։ Ինքը միևնույն է, մտածում է Յուդհիշթիրայի մասին այնպես, ինչպես կվարվեր ինքը։ Դրա համար Վիդուրան իրեն ասում է. վերադարձրու իրանց իշխանությունը։ Եթե նույնիսկ իրանք իշխանություն ունենան, Յուդհիշթիրան թշնամի չունի, ինքը ոչ մեկին չի ընկալում, որպես իրան թշնամի։ Եվ երբ որ պատերազմը տեղի ունեցավ, եւ պանդավները հաղթեցին, Դրիտարաշտրայի բոլոր որդիները մահացան, մենք տեսանք, որ Յուդհիշթիրան ինքը այնպիսի ապաստարան տվեց իր հորեղբորը, ոնց որ թե այդ հորեղբայրը ամբողջ կյանքում իրան լավությունից բացի ուրիշ ոչ մի բան չէր արել։ Եվ նույն, եթե հիշում եք, այդտեղ այդպիսի էպիզոդ կար, չէ, որ երբ որ Յուդհիշթիրան ինքը ամեն առավոտ գնում էր իր հորեղբոր սենյակ, իրան հարգանք էր մատուցում, ինչ որ գործեր էր իր հետ քննարկում, որպեսզի իր հորեղբայրը իրան այդպես էլի հանկարծ ընկճված չզգա, արհամարված չզգա, հա, եւ դուրս էր գալիս։ Եվ երբ որ ինքը եկավ ու տեսավ, որ Դրիտարաշտրան չկա, հիշում եք ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց, ինքը մեզ մեծացրել է, իսկ մենք իրան այնքան վատնա պահեցինք, որ ինքը ստիպված թողե գնացել է։ Եվ համարյա լաց էր լինում այդ թեմայով։ Այդքան մաքուր էր իր սիրտը։ Եվ իրական հոգևորականները իրանք հենց այդպիսինն են։ Հասկանում եք, չէ՞։ Ինչ շարունակեց ասել Վիդուրան։ Հա։ Եվ համբերությամբ է կրել քո պատճառած դաժան տառապանքները։ Այսինքն, ինչ որ դու իր հետ արել ես, ինքը անկեղծորեն համբերել է եւ երբեք քեզ որպես թշնամի չի ընդունել։ Սա ինչի մասին է խոսքը ընդհանրապես։ Ինչպես կարող է ազնվորությունը իրեն թշնամի չընդունի այն ազնվորությանը, որը իրան ինչ ասես արել էր։ Օր ու արև չէր տվել առաջին իսկ օրվանից։ Ինչի է ինքը համբերատար, որովհետև հոգևոր մարդը, հատկապես արիացին, որը ինքը հասկանում է վերածնունդի գաղափարը, ինքը միշտ մտածում է, որ եթե ինչ-որ այսպիսի բան տեղի ունի, չէ, դա նշանակում է, որ անցյալ կյանքում ինչ-որ մի բան է տեղի ունեցել, որ այս ազնվորությունը հնարավորություն ունի ինձ այսքան նեղություն պատճառել։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինչ-որ մի նպատակ ունի, որ այս ամեն ինչը իմ կյանքում կատարվում է։ Եվ դրա համար ինքը թշնամաբար չի վերաբերվում, այլ կատարում է իր պարտականությունները այդ ազնվորության հանդեպ։ Բայց ազնվորությունը, դիմացինը, ինքը, որովհետև ինքը գիտի ինքը ինչ կեղտեր է արել, ինքը լավ հասկանում է, որ իրականում ինքը պատժի է արժանի։ Եվ դրա համար միշտ վախենում է, ինքը վախենում է, որովհետև չի հասկանում հոգևոր մարդուն։ Հասկանում եք, եւ Վիդուրան ինքը շատ լավ հասկանում էր այդ հոգեբանությունը, հա։ Եվ ինքը շարունակում է, նա եւ իր կրտսեր եղբայրները սպասում են դրան, եւ նրանց թվում Բիման, ով վրեժի ծարավ է, տեսեք ասեն, երբ որ խոսացվում է Բիմայի մասին, չէ, Վիդուրան ինքը ասում է, այ Բիման ինքը վրեժի ծարավ է։ Յուդհիշթիրան ոչ մեկին, հա, իսկ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, ինչպիսի թշնամանք էլ ուզում է Բիման ապրի, Յուդհիշթիրան ինքը մնում է ավակ եղբայր, եւ պանդավներից ոչ մեկը երբեք ոչ մի պարագայում Յուդհիշթիրայի խոսքի վրայից չի անցնի։ Եվ եթե Յուդհիշթիրան թույլ չտա վրեժ խնդիր լինել, Բիման իրան կզսպի։ Եվ Վիդուրան, տեսեք, սուտ չի խոսում, ինքը չի ասում, պանդավները ընդհանուր առմամբ
ոչ մեկին թշնամի չեն ընդունում բան, ինքը ասում է ոչ, պանդավների մեջ կա Յուդհիշթիրան, որը ավագն է, եւ որի խոսքը ոչ մեկ չի դրժելու, հա? Եվ ինքը ոչ մեկին, այսինքն ինքը ձեզ վրեժխնդիր չի լինելու։ Հիմա ինչի ինքը հիշեց Փիմային, որ իսկ եթե դու արդարություն չարեցիր, այնտեղ կա Բիման, որը ինքը ահավոր հզոր է, հա, ահավոր, Բիման իրականում եղբայրներից ամենաուժեղն էր, հա, որ ինքը ահավոր հզոր է եւ վրեժխնդիր է։ Ինչու՞, որովհետև ինքը խոսք էր տվել։ Հա, ինքը ինչ էր ասել Դուշասանային կամ Դուրյոթանային, ինքը ասել էր ես ջարդելու եմ քո այդ բիդրո, այդ ոսկորը, որի վրա դու փորձեցիր նստացնել իմ կնոջը։ Հասկանում եք, իսկ նորից եմ կրկնում, արիացին դա այն ազնվորությունը չի էլի, որ բառ ասի ու այդ բառը օդի մեջ մնա։ Հետ առաջ ինքը դա անպայման անելու էր, եւ ինքը հենց այդպես էլ արեց, ինքը Դուրյոթանայի հենց Բիդրոին խփեց, ջարդեց, ու Դուրյոթանան դա եղավ Դուրյոթանայի համար մահացու հարված, որի հետևանքով Դուրյոթանան այսպես էլի, նո մի անգամից չմահացավ, մի քիչ տանջվեց։ Հասկանում եք, չէ՞, եւ Վիդուրան ինքը անկեղծ ասում է, իսկ այ Բիման ինքը վրեժխնդիր է։ Դրա համար տուր իրանց, այն ինչ որ իրանցն է, որովհետև եթե հանկարծ Բիման կապաղեց ու որոշեց ձեզանով զբաղվի, դուք շատ լավ գիտեք դա ինչով ձեզ համար կավարտվի։ Հասկանում եք, այսինքն իդեան որն է, որ հոգևոր մարդիկ իրանք կարող են ահռելի ուժի տեր լինեն, այնքան ուժի, որ կարողանան մի ամբողջ բանակ ոչնչացնեն, բայց իրանք երբեք այդ ուժը չեն օգտագործում, քանի դեռ սիտուացիան չի հասել ինչ-որ ծայրահեղ երևույթների։ Հասկանում եք, եւ Դուրյոթանան երբ որ ասեց, ասեղ խրելու տեղ չեմ տա, նու Յուդհիշթիրան ասում էր, ով դե ջանդամը, Արտուրան ինքը կասկածների մեջ մտավ, Տեր Քրիստան իրան 40 րոպե խոսած իր հետ, ինքը վերականգնեց իր ուրեմն վիճակը, իսկ Բիման ինքը ուղղակի ուրախ էր, որ հնարավորություն է ունենալու Դուրյոթանային եւ իր բոլոր այդ շրջապատին պատժելու հնարավորություն է ունենալու։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ինչ ասեց հետո։ Ինքը ասեց դու անշուշտ վախենում ես դրանից։ Եվ սա շատ կարևոր է, չէ՞, որ Դուրյոթանան, կներեք Դրիտարաշտրան, ինքը շատ լավ հասկանում էր, որ այ Բհիշման ինքը ունի այդպիսի հզորություն, որ եթե հանկարծ չղայնացավ, լավ չի լինելու։ Այսինքն ինչ է նշանակում, էլի, որ այն բոլոր լկտիությունները, որ իրանց թույլ էին տալիս Դրիտարաշտրան, Դուրյոթանան եւ նրա մնացած եղբայրներն ու ընկերները, չէ՞, իրանք ինչի էին այդպես հանգիստ լկտիություն անում։ Ու մենք հայավարի ասում ենք ատամները հաշվել էին, հա, ինչի մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ աստվածամերժերը իրանք եթե նույնիսկ գիտակցում են, որ հոգևոր մարդը ինքը հզոր է, լկտի են պահում իր հանդեպ, որովհետև հոգևոր մարդը երբեք պատասխան չի տալիս։ Եվ որ ինքը պատասխան չի տալիս, իր հզորությունը կասկածի տակ է դրվում։ Մարդիկ մտածում են, որ ուրեմն իր հզորության մասին խոսակցությունները չափազանցված են, որտեղ ինչպես կարող է մարդը հզորություն ունենա եւ այսպիսի բաները հանդուրժի։ Ինքը այդպիսի բան չի կարող անի, եթե ինքը հզորություն ունի, ինքը հենց այդտեղ պիտի տար գլուխը ջարդեր։ Եթե գլուխը չի ջարդե, ուրեմն հզոր չի։ Իսկ եթե հզոր չի, ուրեմն իր հետ կարելի է ինչպես ուզում ես վարվել։ Մենք այստեղ տեսնում ենք, որ հոգևոր անձնավորությունները իրենք կարող են լինել ահավոր հզոր։ Հա, այդ որ Վիդուրան հիմա
Դրիտարաշտրայի դեմ կանգնած, դրիտարաշտրան այս պահին արքան է, Դուրյոդանան իր տղան է, իրանք այսպես իշխում են, բանակ, զորք, ընկերներ, եսիմինչ, բան, ինչքան արատավոր մարդ կա հավաքել են իրանց շուրջը, ու թվում է, որ հաղթանակը իրանցն է։ Բայց Վիդուրան ինքը տեսնում է նաև իր եղբոր սիրտը, ինքը ասում է դու վախենում ես Փիմայից։ Իսկ Փիման, այո, դու ճիշտ ես անում, որ վախենում ես, որովհետև ինքը վրեժխնդիր է, ու այդպես չի, որ ինքը անզոր է, դու շատ լավ գիտես, որ եթե ինքը ջղայնացավ, բոլորիդ հարցերը կլուծի։ Հասկանում եք, բայց այդ բանը, որ տեսեք հիմա, Տեսչի Կրիշնան էլ չէ, ինքը այդպես արեց։ Ինքը ասեք խոնարհաբար եկավ եւ սկսեց կաուրավաների հետ խոսել, փորձելով դիվանագիտական միջոցներ օգտագործելով խուսափել պատերազմից։ Չգիտակցելով, թե իրանց առաջով է կանգնած, Դուրյոդանան լկտիաբար կանգնեց, նայեց Աստծո աչքերի մեջ, ասեց ասեղ խրելու տեղ չեմ տալու իրական կրոնականությանը։ Այն միան նոր դրանից հետո Տեսչի Կրիշնան ինքը ցույց տվեց իր դիեզերական ձևը, այսինքն իր հզորությունը, որ դուք լավ չհասկացաք ու ինչ ասեցիք, եթե ես ձեզ խելոք եկա դիմեցի ձեր բանականությանը, եթե ոչ չի նշանակում, որ ես այստեղ խոտակեր եմ։ Հիմա հաջորդ քայլով կտեսնեք ինչ կլինի։ Հասկանում եք, սա էր, այսպիսի բաներ էր, որ Տեսչի Կրիշնան ինքը ցույց է տվել, երբ որ եկել է այս աշխարհ։ Ինքը դա էր ցույց տալիս աստվածամեժության դարաշրջանի օրինաչափությունների, մարդկանց, իրականության, կրոնականության դաշտի եւ այս ինչի իր վերաբերմունքը։ Եվ եթե մենք ուշադիր ենք ուսումնասիրում այդ օրինակ նույն Մահաբհարատան, շատ կարևոր բաներ ենք կարողանում հասկանալ։ Իհարկե, ցանկացած դիցաբանություն ինքը այդ ազգի փորձն է կուտակված։ Քիչ դիցաբանություններ կան, որոնց գլխավոր կերպարներից մեկը լինի հենց ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը։ Աստծո կարծիքի հետ պետք է հաշվի նստել։ Սա է այն ուղերձը, որը մեզ ուղարկել են արիացիները։ Դրա համար պետք է Աստծո կարծիքը կարողանալ իմանալ։ Իսկ դրա համար պետք է ընդամենը մի բան, մեզ իր կարծիքը պետք է հետաքրքրի։ Թեկուզ ողորմածության դարաշրջանում, եթե նույնիսկ մեզ իր կարծիքը չի հետաքրքրում, ինքը միևնույն է այդ կարծիքը ասում է այն իրականացնելուց առաջ։ Ու ոնց որ ասի, հետո չասեք, որ ես ձեզ չեմ զգուշացրել։ Հասկանում եք։ Եվ այսպիսի բաներ։ Թե հետագայում արդեն ինչ կպատմի Շուկադեբը Գոսվամին Վիդուրայի մասին, մենք կքննարկենք արդեն Աստծո ողորմածությամբ վաղվանից։ Այսօր այսքանն է, ստեղծյալ ձեզ։